Շահեն աստունը։ Ջուջևանցի 92-ամյա Հրանուշ Չիլինգարյանը դժվարությամբ է քայլում, բայց հեշտությամբ ցույց տալիս իր տնից քիչ հեռու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախկին տունը, որտեղ ծնվել, դպրոց է գնացել ադրբեջանցի պաշտոնյան։ Բոզ, կարմիր, կրիշենա։ Մուստաֆայևները Ջուջևանի միակ այլազգի ընտանիքն էին, բայց նրանց այստեղ օտար համարող չկար։ Մինչդեռ Ղարաբաղյան շարժման ալիքը չի խնայել անգամ ամուր հարևանական կապերն ու գյուղովի հրաժեշտ են տվել իրենց լավ հարևաններին՝ Աբդուլային, կնոջը Մայզարին ու նրանց 4 զավակներին, որոնցից ավագը հենց Շահինն էր, որ Ջուջևանում Շահեն, Հայաստանում ընդունված անունով են կոչել։ Հարևանություն արել է։ Ջուջևանում Շահենի մորը Մայզարին են հիշում ու թե գյուղի բոլոր հարսներին ոսկե մատանի էր նվիրում, հարսանիքների պատվավոր հյուրերն էին։ Այստեղ տրադիցիան դենց էր դրված, ուրեմն եթե միտեղ քեֆ էր հարսանիք էր, այդ դրանք պետք է պարտադիր ներկան։ Ջուջևանում մինչ օրս դրական են խոսում թե Մուստաֆայևների ընտանիքի ու թե դպրոցի մեդալակիր աշակերտ Շահենի մասին։ Մեզ մոտ լավ հարևան են ելել, չգիտեմ ուրիշին։ Անասնապահին հետո շատ հարգալից անասնապահ։ Եթե ես իմանամ, որ Շահենը սոր եկել է այդ սահմանազատ, ես հաստատ կգնամ, որ իրան հանդիպեմ ձեռով բարևեմ։ Ես պատկերացնում չեմ, որ Շահեն մտնում մեր գյուղ, հետո մինը նրա վրա ինչ որ բան բծրացնի կամ ինքը նույնն անը։ Թեկուզ որպես իրանք այս պայն հաղթեն ենք, հեմ, մենք վարտվել ենք։ Շահին Մուստաֆայևի նախկին տունն ու Արարատ Պետրոսյանի տունը մի պատ է բաժանում։ Այս նույն պատի երկու կողմում է անցել նրանց մանկությունը։ Նաև ուսանողության տարիներին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում են շարունակել ընկերությունը։ Այսօր Արարատն անկեղծորեն ափսոսում է, որ մեծ պատմության դաժան շրջադարձերը բաժանեցին իրենց։ Իրար հետ սովխոզից գողությունի ենք այլ, եգիպտացուեն ենք գողացել, գնացել ենք Ստիֆերմաննիկա անասնապահական ընդի գոմախպեն թափում գնացինք մեջ ննգանք երկսով այդ գոմախպում կորած եկանք նավի ջրեմը ջրվեցինք իրա մերն եկամնես բռնեց երկսել լավ ծեցեն շատ լավ մանկություն ենք ունեցել մեդալարգի է բայց հայոց լեզուն նրա հետ վիճել չկար հայոց լեզուն գերազանց էր պրոստը Մուստաֆայևի երբեմնի անմիջական հարևանները վերհիշում են, ինչպես էին 80-ականների վերջին ափսոսանքով ճանապարհում նրանց, բայց մյուս կողմից Հայաստանում մնալն անվտանգ չէր հենց իրենց՝ Մուստաֆայևների համար։ Երբ դրսից եկած ազգայնականները փորձում էին վնասել ադրբեջանցի ընտանիքին, հենց իրենք համագյուղացիներն էին դառնում նրանց առաջին պաշտպանը։ Դաժե փախի որ ստեն հետացին իրանց արտաքսեցին Ես իրանց տանը կացել եմ, որ իրա քվորտանցը, իրա երկու փոքր քվորը մեր հայերը վրա չտան։ Այդ աստիճանի մեզ մոտ լավն են ելել։ Պատմում են, որ Ջուջևանից հեռանալիս էլ համագյուղացիներն իրենց լավ հարևաններին օգնել են տունը վաճառել ու բոլոր իրերը հագուստից մինչև կահույք տեղավորել մեքենաներում։ Հարևանն անգամ ասում է, որոշ իրեր, որ չտեղավորվեցին, խնամքով պահել են ու ավելի ուշ փոխանցել նրանց։ Սաղ վեշերը կրել էին, իմ տաններ պահել են իրանց ունեցածիցը հետո եկել դարել, որ իրանք չկար, իրանց ազգից մարդ կա գյուղ, իրանք մեր տանն ապրանք ունեին, հետո եկել են տարել։ Այժմ Մուստաֆայևների տունն անբնակ է, նրանցից հետո Ադրբեջանից տարբեր փախստական ընտանիքներ են ապրել, հետո վաճառվել է մի հայ ընտանիքի, որ այժմ նույնպես հեռացել է Ջուջևանից, դուռը կողպած է։ Էդվարդ Պետրոսյանը, որ նույնպես հաճախ է ստիպված եղել գյուղից հեռացնել ադրբեջանցիներին թիրախավորող ազգայնականներին, պատմում է, ինչպես է կռիվ տվել, երբ նոյեմբերյանի միջնակարգ դպրոցում տեսել է, որ Մուստաֆայևների հեռանալուց հետո մեդալակիրների պատվո տախտակից հանել են իր դասընկեր Շահենի լուսանկարը։ Շահենի լուսանկարը չկար, ասում եմ, ինչի չկար։ Ասում եմ, բանա, ինքը ոնց որ թե հակառակորդ կողմի մարդ է, ասենց ձևակերպենք, այն ժամանակ են բարդ տարիներն էր, դրա համար իր լուսանկարը հանել ենք։ Ես կատաղեցի, ասում եմ, լսի, էդ մեր պատիվն է, որ այլազգին մեր դպրոցում
Այդ ձևի ավարտելա, փոխանակ դրանով հպարտանակ, ինչ կապ ունի թե երկրի հետ հարաբերությունները ոնց են։ Այսօր Ջուջևանում մտորում են հնարավոր խաղաղության ու նախկինի պես ադրբեջանցիների հետ հարևանություն անելու մասին ու շեշտում դեռ ժամանակ է պետք եղածը մարսելու համար։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի մանկության ընկերը Արարատը կարևորում է սահմանազատում ու խաղաղություն պետք է լինի առանց պատնեշների, հակառակ դեպքում խաղաղությունը ձևական կդառնա։ Սահմանազատում մի կողմից լավ է, բայց ես չեմ ընդունում պատնեշները։ Եթե խաղաղության են գնում, էլ ինչ պատնեշ։ Գյուղում կարծում են, որ իրենց երբեմնի հարևանը, որն այսօր բարձր պաշտոնյա է հարևան երկրում, նույն զգացողություններն ունի ծննդավայր Ջուջևանի հանդեպ։ Թեև նա երեկ Հայաստանում էր, Ջուջևան չեկավ, բայց նախկին համագյուղացիները չեն բացառում։ Մի օր գուցե կբացի իր մանկության ու հարևանության դուռը։ Հիմա այս նյութը, որ շահեն ինքը տենա, երև ինձ ձեռով կան ինձ։